Կարծում եք բուժիչ ձկների սպա սրահի լողավազան է։ Ոչ, պարզապես Նախոն Պատոմու բնակավայրում առատ տեղումների հետևանքով հունից դուրս եկած Թհաչին գետի ջրերը լցվել են մոտակա Պաջիտ ռեստորան։ Սեփականատերը ոչ թե փակել է ռեստորանը, այլ երկրին պատուհասած դժբախտությունը դարձրել է նոր բիզնես։ Ռեստորանի հաճախորդները վայելում են համեղ լապշան, մինչ ձկները լողում են նրանց ոտքերի տակ։ Ես այս ռեստորանի մշտական հաճախորդն եմ, բայց քանի որ ջրհեղեղ էր չէինք գալիս։ Հետո իմացա, որ Պորնկամոլը չի փակել ռեստորանը։ Երեխայիս բերեցի ձկներին տեսնելու եւ մեր ոտքերը ջրի մեջ թռչելու։ Իրենց կերակուրից բաժին են հանում նաև ձկներին, որոնք վտարներով անցնում են, ներսում հաճախորդների ոտքերը։ Այնպիսի տպավորություն է, կարծես առողջարանում լինեմ ու հիմա ճաշում եմ։ Պորնկամոլ Պրանկ Պրեմպրին չէր էլ մտածել, թե ջրհեղեղից շահույթ կունենա։ Համացանցում տեղադրել է, թե ինչպես են ձկները լողում ջրում հայտնված սեղանների արանքով։ Թայլանդցիները կարեկցելու փոխարեն հետաքրքրվել են, թե որտեղ է այդ գեղեցիկ վայրը։ TikTok-ից թե Facebook-ից իմացա այս վայրի մասին, որոշեցին գալ։ Չենք ափսոսում, ուտելիքը համեղ է, մթնոլորտը լավն է, սպասարկումը արագ է։ 2 շաբաթ առաջ է հեղեղվել Թայլանդը։ Նման առատ տեղումներ վերջին անգամ 2022 թվականին էին տեսել տեղացիները։ Չնայած անձրևները չեն դադարել, Պրանկ Պրեմպրիի ռեստորանը շուտով կարող է ցամաքել, ձկները կվերադառնան գետ։ Ես վստահ եմ, որ այս ծավալի ջուրը երկար չի մնա։ Այնպես որ հրավիրում եմ թայլանդացիներին եւ օտարերկրացիներին գալ մեզ մոտ, քանի դրա հնարավորությունը կա։ Նման բան տարին մեկ անգամ է լինում, այնպես որ եկեք եւ վայելեք ժամանակը։ Նախոն Պատոմում անձրևներն արդեն դադարել են, բայց Թայլանդի 13 նահանգում տեղումները դեռ շարունակվում են ու վտանգ կա, որ նոր գյուղեր կարող են հայտնվել ջրի տակ։ Թերեզա Կադաևչյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։